Ողջույն հարգելի հետևորդներ, եթերում է ABC լուրերի հերթական թողարկումը, ես Գառնի Մութաֆյանն եմ եւ առաջիկա րոպեներին կներկայացնեմ օրվա ընթացիկ զարգացումները Հայաստանից եւ աշխարհից։ Ադրբեջանի տարածքով ցորենի առաջին խմբականակը հասավ Հայաստան, ինչ առավելություններ է առանձնացնում կառավարությունը, ինչ ռիսկեր են մատնանշում փորձագետները եւ ինչ հարց է հետաքրքրում շարքային քաղաքացուն։ Ելույթ սովորական հարթակներից երկրի ու միջազգային ամբիոններ, հստակ մշակված քարոզչական ծրագրով, ինչ է թաքնված Ալիևի ելույթի տողատակերում։ Միջնորդություն դատարանի դահլիճից ուղերձ բանտախցից Բաքվում դատական թատրոնը շարունակվում է։ Եվ Բելգիայում այրվել է Բարսելոնայի երկրպագուների ավտոբուսը, ինչը հայտնի։ Նախքան հիմնական թեմաներին անդրադառնալը, մոտ 1 ժամ առաջ հրդեհ է բռնկվել Կոմիտասի Երևան City սուպերմարկետում։ Մեր նկարահանող խումբն աշխատում է դեպքի վայրում, միանանք տեսնենք ինչ է կատարվում այնտեղ։ Անի, ողջույն, դու եթերում ես, խնդրում եմ ներկայացրու վիճակը։ Գրաունդը ինքն է, մի քիչ էսկոմ կանգնես կամերան։ Բարի օր Գառնի, մենք այս պահին ուղիղ հեռարձակմամբ աշխատում ենք Երևան City Կոմիտասի մասնաճյուղի դիմաց, որտեղ առավոտից հրդեհ է բռնկվել ներքին գործերի նախարարության տվյալներով եւ ինչպես տեսնում եք մեր կադրերում, տանիքում է հրդեհը բռնկվել, քաղաքացիները տարհանվել են, բակում են հավաքված, բայց հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակում են, խնդրում եմ ցույց տանք ամբողջ աշխատանքները, որոնք այս պահին կատարվում են տեղում։ Մարտական նոր հաշվարկներ են ժամանել, այստեղ մարդ դուրս եկավ, խնդրում եմ մոտենանք այն հատված, հասկանալու թե նշված տեղեկությունը, որ բոլորը տարհանվել են, կարծես մեկը դեռ ներսում էր, նրան տեղափոխում են։ Ներքին գործերի նախարարության մեքենայով քաղաքացու ձեռքերը կապված նրան Փրկի մի բան, խեք բռնեք տանում, արա։ Գնա, տար։ Արայով չխոսաս աշխատողներ։ Դե ուղղակի մի ասա այդպես։ Աշխատակցները չդատարի, ավտոբուս գա, դուք պարզաբանեք, շուտ։ Ոնցիկան է, տեք քաղաքացիների բուսը փագեք։ Եղի փագեք բուսը։ Արգելի ոստիկան, ինչու է մանյակարպես քաղաքացի։ Մնացածը կտեղեկացնեն, հա։ Գառնի նաև տեղեկացնեմ, որ ամբողջ հատվածով հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են։ Քիչ առաջ տեղի ունեցավ մի միջադեպ, երբ որ քաղաքացու ձեռքերը շղթաներ կապած տեղափոխեցին ոստիկանական մեքենայով բաժանմունք, իսկ հենց նոր մարտական հաշվարկ ժամանեց դեպքի վայր։ Այս պահի համար այսքանը։ Շնորհակալություն Անի, դեպքի վայրից ուղիղ միացմանը կարող եք հետևել YouTube-ի մեր ալիքում։ Այլ թեմաների մասին։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությանն այս տարի լրացուցիչ կտրամադրվի 4.370,636 դրամ։ Կառավարության որոշմամբ միջոցներն ուղղվելու են տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությանը, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության ապահովման համար։ Պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի տարեկան եկամուտների եւ ծախսերի փոփոխություն չեն լինի։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում։ Ստորաբաժանումն իրավասու է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից անհատույց ստանալ հասանելիություն իրենց գործունեության համար։ Անհրաժեշտ ինֆորմացիոն համակարգերին, այդ թվում հեռակա հասանելիություն։ Նախագծով առաջարկում են ներդնել ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում, հատուկ ստորաբաժանումներում, մասնագիտական հատուկ գիտելիքներ պահանջող պաշտոններում 30 տարեկանից բարձր տարիք ունեցող քաղաքացիներին։ Օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերը կառավարության նիստում հավանություն ստացան։ Պատմական օր, այսպես է բնորոշել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ադրբեջանի տարածքով ցորենի մուտքը Հայաստան։ Նախարարն անձամբ է դիմավորել գնացքը այրում կայարանում։ Պապոյանի խոսքով գրեթե 3.5 տասնամյակ այս երթուղով Հայաստան-Բեռներ չէին տեղափոխվել եւ ըստ էության կարելի է ասել այս երթուղին արդեն գործարկված է։ Առաջիկայում Հայաստան կժամանի նաեւ ղազախական ծագման ցորենը, որը դեռ Ադրբեջանի տարածքում է։ Իդեպ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների ղազախական հացահատիկ տեղափոխող գնացքը Ադրբեջանից ուղևորվել է Հայաստան։ Նախքան Նախքան Գևորգ Պապոյանը կգնար կայարան գնացքը դիմավորելու հանրային հեռուստաընկերության եթերում էր։ Հենց այդտեղ էլ հայտարարել է, որ Ռուսաստանի ցորենի առաջին խմբականակը Ադրբեջանի տարածքով հասել է Հայաստան։ Նախարարի խոսքով ռուսական ցորենը սովորաբար գալիս էր վերին Լարսով։ Այս անգամ Ռուսաստանի տարածքով երկաթուղով եկել է Ադրբեջան։ Եվ քանի որ Հայաստան-Ադրբեջան այս պահին ուղիղ երկաթուղային հաղորդակցություն մենք չունենք, մտել է Վրաստան եւ Վրաստանից Հայաստան, ասել է Պապոյանը։ Այլևս ըստ էության մենք չենք ունենալու այնպիսի խնդիր, ինչպիսին օրինակ կարող է լինել սելավ է եղել, սարը քանդվել է, ձնաբուք է կամ ռուս տուրիստներն են եկել, այսինքն հերթեր եւ հետեւաբար դրանց հետ կապված խնդիրներ։ Ըստ էության նոր հաղորդակցությունը ապահովում է այդպիսի առավելություններ, իհարկե դա չի նշանակում, որ մենք մեր մյուս ճանապարհը, որը վերին Լարսով է, չենք շարունակելու շատ ակտիվ օգտագործել, շարունակելու ենք ակտիվ օգտագործել, որովհետև դա նույնպես կարևոր հաղորդակցության կետ է։ Սակայն քաղաքացիներին մեկ այլ հարց է հետաքրքրում. կեժանանա արդյոք հացամթերքը։ Հետաքրքրականն այն է, որ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը եւ ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը բառ առ բառ նույն տեքստով են պատասխանում համանման հարցերով մեկնաբանություններին։ Այս պահին էկրանին տեսնում եք Պապոյանի եւ Ռուբինյանի պատասխանը քաղաքացիներին։ Սա ինքնարժեքի իջեցման գործոն է, բայց գնի վրա այլ գործոններ էլ կարող են ազդել։ Մի փոքր ժամանակ պետք է անցնի, որ ավելի հստակ հասկանանք։ Տպավորություն է, թե տվյալ պատասխանը հատուկ մշակել են նման հարցերի համար։ Ուղղակի պետք է պատճենել եւ վերջ։ Հարցի պատասխանը փորձել ենք ստանալ տնտեսագետ Սուրեն Պարսյանից։ Տնտեսագետը կարծում է, որ կախված է, թե ինչ գնով է գալիս ցորենը եւ ինչ հնարավորություններով ինչներ ցույց կտա ապագան։ Հետևաբար այսպես այս բեռնափոխադրումները, որ կատարվում է վերջի շրջանում, ավելի շատ այսպես քաղաքական է, քան տնտեսական։ Քաղաքական նրանք ուզում են ցույց տալ, որ Ադրբեջանի տարածքով բեռներ փոխադրելը հնարավոր է եւ դրանով փորձում են ազդակ փոխանցել մեր հանրությանը, այսինքն ներքին սպառման, որ անվտանգությունը ավելի է ամրապնդվել, խաղաղության օրակարգը ավելի է ուժեղացել, սա է, այսինքն իրենք ավելի շատ քաղաքական ազդակներ են փոխանցում, քան տնտեսական։ Սակայն հացահատիկը կարծես եղանակ չի փոխում Բաքվի հրետորաբանության համար։ Ելույթ սովորական հարթակներից երկրի ու միջազգային ամբիոններ, հստակ մշակած քարոզչական ծրագրով։ Այսպես Բաքուն արևմտյան Ադրբեջան, ադրբեջանցիների վերաբնակեցումը Հայաստանում կեղծ խոսույթը բերեց օրակարգ ու սկսեց շահարկել տարբեր հարթակներում, քարոզչականից դիվանագիտական։ Սևանալիճը Գյոքչա անվանելով Բաքվի բռնապետն հանձնարարական է տալիս Ադրբեջանի պետական կառույցներին, հասարակական կազմակերպություններին եւ այսպես կոչված գիտնականներին, ծավալել իրենց պատմական հողեր այժմյան Հայաստան,
ադրբեջանցիների վերադարձն ապահովող գործունեություն, կարծում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Հայաստանի ղեկավարը պետք է տեսնի ռիսկերը, ստապ գնահատի դրանք եւ ժամանակին գործի դնի դիվանագիտական գործիքակազմերը, սպառնալիքները չեզոքացնելու համար, կարծում է Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։ Նա վստահեցրել է, որ մեր ձեռքում են թե իրավունքը, թե պատմական փաստերը։ Երբ ես լինեմ Հայաստանի Հանրապետության ղեկավար, գործի կդրվի դիվանագիտական, ինֆորմացիոն, քաղաքական եւ նաեւ գիտական ամբողջ գործիքակազմը Ադրբեջանի զավթողական կոնցեպտի ամբողջ էությունը միջազգային հանրությանը ներկայացնելու համար։ Ամեն անգամ, երբ ադրբեջանական պետությունը փորձի սրա հիման վրա որևէ միջոցառում անել արտերկրում, դա դառնալու է լրջագույն խնդիր։ Միջազգային ներկայացուցիչների ներգրավումը ներկայացվելու է որպես աջակցություն զավթողական ծրագրերին եւ խոչընդոտ խաղաղության հաստատմանը։ Ադրբեջանից եկող հայտարարությունները ներկայացվելու են գործընթացի միջնորդներին, ստանալու են արձագանքներ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ-հատուկ բանագնաց Մագդանելա Գրոնոյին։ Ադրբեջանական ԱՊԱ-ի փոխանցմամբ հանդիպմանը քննարկել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, Ադրբեջանի եւ Եվրամիության միջև գործակցության ներկայավիճակը եւ հեռանկարները տարածաշրջանային եւ միջազգային հարցեր։ Այս ամենին զուգահեռ Բաքուն շարունակում է դատել մեր հայրենակիցներին։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է միջնորդություն, խնդրելով դատարան հրավիրել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ներկայացուցչին։ Նա նշել է, որ դա առնչվում է իր նկատմամբ առաջադրված մեղադրանքներից մեկին՝ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու մասին հոդվածին։ Վարդանյանի պաշտպանը եւս միացել է միջնորդությանը։ Մեղադրող դատախազը նշել է, իբրև թե միջնորդության մեջ Ռուբեն Վարդանյանը չի նշել կոնկրետ ով եւ ինչու պետք է հարցաքննվի, ինչ ցուցմունք կարող է տալ այդ անձը եւ ինչ կապ ունի տվյալ ցուցմունքը մեղադրանքի հետ։ Նա հավելել է, որ սահմանապահ ծառայության աշխատակիցների ցուցմունքները անհրաժեշտ չեն սահմանը ապօրինի հատելու մեղադրանքի քննության համար։ Դատարանը որոշել է միջնորդությունը թողնել առանց քննության։ Դատավորը հավելել է, եթե այս հարցի վերաբերյալ օրենքով նախատեսված տվյալներ ներկայացվեն, հարցը կարող են նորից քննարկել։ Բացի այդ, Ռուբեն Վարդանյանը հեռախոսով զրուցել է որդու Դավիթ Վարդանյանի հետ ու խնդրել փոխանցել 3 ուղերձ։ Արցախը եղել է, կա եւ կլինի։ Հավատա ինքդ քեզ որպես Աստծո մի մասի, բարության եւ լույսի։ Իսկական հերոսը նա է, ով կարողանում է հույս վառել այնտեղ, որտեղ հույսի շող չկա։ Նա, ով դառնում է հենարան ուրիշների համար, երբ նրանք կորցրել են հավատը։ Խցեր ու միջատներ ու կրծողներ, անկողնային եւ հիգիենիկ պարագաների պակաս։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Արմավիր քրեակատարողական հիմնարկում խնդիրներ է արձանագրել։ Քրեակատարողական հիմնարկ ընդունելիս ազատությունից զրկված ոչ բոլոր անձանց են ապահովել անհրաժեշտ անկողնային պարագաներով, սպասկով եւ հիգիենիկ պարագաներով։ Մի տեղեկություն է ստացել նաեւ ազատությունից զրկված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի վերաբերյալ։ Այլ երկրի երկու քաղաքացի ապօրինի հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը եւ իրացնելու նպատակով մաքսանենգությամբ Հայաստան են տեղափոխել մոտ 10 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Քաղաքացիներին նույն օրը ձերբակալել են, հայտնում է քննչական կոմիտեն։ ԱՄՆ կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը շատդաունը տնտեսությանը շաբաթական արժենում է մոտ 15 միլիարդ դոլար, գրել է Bloomberg-ը։ Շատդաունի պատճառով 650,000 դաշնային աշխատակից մնացել է առանց աշխատավարձի։ Ընթացիկ դադարեցումը նախորդներից ավելի վտանգավոր է, քանի որ ԱՄՆ տնտեսությունն այժմ ավելի անկայուն է, գրում է լրատվամիջոցը։ ԱՄՆ կառավարության գործունեության դադարեցումը դարձել է երկրի պատմության մեջ ամենաերկարը, գերազանցելով 2018-ից 19 թվականներին Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում սահմանված ռեկորդը։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։
Միացյալ Նահանգների Միսիսիպի նահանգի քիմիական գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Նահանգի Յազուսիթի քաղաքի մոտակայքում գտնվող քիմիական գործարանում պայթյունից հետո ամոնիակի արտահոսք է տեղի ունեցել։ Դեպքի մասին նահանգապետ Թեյթ Ռիվզը հայտարարել է սոցիալական ցանցերում։ Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություն չկա։ Նահանգապետը կոչ է արել մոտակա տարածքների բնակիչներին մնալ տանը, որոշ փողոցների բնակիչներին էլ տարհանել են։ Ուկրաինայում զորակոչել են Անջելինա Ջոլիի թիկնապահին։ Տեղական ԶԼՄ-ները հայտում են, որ երկչուհին անձամբ է ներկայացել զինկոմիսարիատ իր թիկնապահին ծառայությունից ազատելու համար։ Հյուսիսային Կորեան սկսել է հազարավոր զինվորներ ուղարկել Ռուսաստան Ուկրաինայում իր հատուկ գործողության տարածքում վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար։ Ըստ տեղեկությունների Ռուսաստան կժամանի հյուսիսկորեական բանակի ինժեներային զորքերի մոտ 5000 զինվոր, նրանց կհանձնարարվի ենթակառուցվածքների վերանորոգումը։ Հյուսիսկորեացի եւս 1000 զինվոր կմասնագիտանա ականազերծման գործում։ Նշվում է, որ Փհենյանն ընդհանուր առմամբ Ռուսաստան կուղարկի մինչև 10000 զինվոր։ Շրի Լանկայում ընթանում են ռուս-շրի-լանկյան առաջին համատեղ զորավարժությունները։ Կուխի արահետ 2025 զորավարժությունների տեսանյութը հրապարակվել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունում։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան ոչինչ պարտք չէ Ուկրաինային։ Նախորդին Եվրոնյուզին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Զելենսկին ասել էր, որ Օրբանը պետք է ինչ-որ բան առաջարկի Ուկրաինային, որն ամբողջ Եվրոպան պաշտպանում է Ռուսաստանից։ Նույնիսկ հիմա այս պատերազմի ժամանակ մենք նրանից որևէ աջակցություն չենք ստացել, ասել է Զելենսկին։ Հունգարիայի վարչապետն էլ նշել է, որ Հունգարիան մոտ 200 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն է տրամադրել Ուկրաինային։ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումին հանրային վայրում ոտնձգության են ենթարկել։ Մի տղամարդ փորձել է համբուրել նրան։ Հաղորդվում է, որ նա ամենայն հավանականությամբ հարբած է եղել կամ թմրանյութի ազդեցության տակ։ Նրան ձերբակալել են։ Ահաբեկություն է տեղի ունեցել Ֆրանսիայում, տղամարդը բացականչել է Ալլահու Ակբար, ապա վրայի երթի է ենթարկել մարդկանց, 10 մարդ վիրավորվել է, նրանցից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։ Սեդամակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Եվ վերջում Բելգիայում այրվել է Բարսելոնայի երկրպագուների ավտոբուսը։ Այն Բարսելոնա ֆուտբոլային ակումբի երկրպագուներին տեղափոխում էր Չեմպիոնների լիգայի խաղի համար բելգիական Բրյուգեի մարզադաշտ։ Բոլոր երկրպագուները հաջողությամբ տարհանվել են։ Միջադեպի պատճառով տուժածների մասին դեռևս տեղեկություն չկա։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամը 15-ին, տաղավարում կաշխատի իմ գործընկեր Սվետլանա Պետրոսյանը։